Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Շնորհակալություն, պարոն Վարդանյան, ձեր զեկույցի համար։ Ձեր զեկույցից ես մի բան հիշեցի, ասում էիք, ուրեմն տարբեր երկրներում սահմանադրական դատարանների որոշումների չկատարման հետ կապված խնդրից խոսեցիք, եւ Հայաստանի Հանրապետության պատմության ընթացքում մի շատ հիշարժան որոշում կա։ Իդեպ այդ որոշման ժամանակներում մենք ծանոթացել, եթե չլիներ այդ որոշումը, ես եւ դուք կծանոթանենք շատ ավելի ուշ, բայց մենք ծանոթացել ենք 2004 թվականին։ 2003 թվականին Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց, որ կեղծված ընտրությունների հետ կապված ուրեմն 1 տարվա ընթացքում անցկացնել նոր եւ վստահության հանրաքվե կամ նոր արտահերթ ընտրություններ, որի հետ կապված 2004-ին եղան ցույցեր, որոնց բռնաճնշումներով ճնշվեցին եւ արդյունքում իհարկե ոչ մի բան տեղի չունեցավ, հանրաքվե կամ արտահերթ ընտրություններ, ու հիմա թեկուզ այսքան տարի անց ինձ հետաքրքիր է ինչ պիսի որոշում կարող էր ընդունել կամ ինչպիսի գործիքակազմ կարող էր լինել, որ այդ որոշումը ի կատարածվեր եւ առհասարակ, քանի որ դուք ձեր ելույթում փոքր ինչ սահմանափակ այդ մասին խոսեցիք, առհասարակ ինչ գործիքակազմ կարող է լինել, որ սահմանադրական դատարանների որոշումները, այն էլ այդպիսի կարևոր որոշումները ի վերջո չմնան թղթի վրա։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Բաբայան։ Չեմ կարող այս պարագայում անկեղծ չլինեմ եւ պետք է ասեմ, որ 2003 թվականի սահմանադրական դատարանի չեմ սխալվում ապրիլի 12-ի որոշումներ կարող սխալվեմ։ Որոշակի առումով մղեցից դեպի սահմանադրական դատարան։ Ես ընդունեցի սահմանադրական դատարանի աշխատակազմում աշխատելու առաջարկը, որովհետև ես տեսա, որ Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ դատարանը սկսում է գործել որպես դատարան, անկախ դատարան, եւ կարողանում է խիզախ որոշումներ կայացնել։ Ես չեմ անդրադառնա որոշման բովանդակությանը եւ դրա ճակատագրին, որովհետև հնարավոր կարգավիճակային փոփոխության պարագայում սա կարող են ինձ հիշեցնել, բայց ես կասեմ ձեզ հետեւյալը, որ փոխադարձ հարգանքի սկզբունքի հիման վրա պետք է գործեն եւ սահմանադրական դատարանը եւ պետական մարմինները։ Ես արդեն ելույթումս ասացի, որ սահմանադրական դատարանի որոշումները պետք է կատարվեն, առանց որևէ եթե եւ բայցի։ Սահմանադրական դատարանի որոշումների կատարումը դրված է օրենքով կառավարության վրա։ Կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկի, որպեսզի այդ որոշումները կատարվեն։ Սահմանադրական դատարանը ամեն տարի հանդես է գալիս հաղորդման որոշումների կատարման վիճակի վերաբերյալ, որում արտացոլում է իրական իրավիճակը, երկրում որոշումների կատարման։ Եվ խորհրդարանը այստեղ լրջագույն դերակատարություն է դուրում թե դիմությունը, թե ընդդիմությունը, որպեսզի հուշի, որպեսզի պահանջի, որպեսզի սահմանադրական դատարանի որոշումները կատարվեն։ Բայց չեմ կարող չանդրադառնալ նաև առանց անդրադառնալու այդ որոշմանը, չեմ կարող չանդրադառնալ նաև դատական ակտիվիզմի վտանգավոր դրսևորումների, երբ որ օրինակ սահմանադրական դատարանը կամ գերագույն դատարանը, որովհետեւ երկրում դուրս է գալիս իր սահմանադրական, դուրս է գալիս, փորձում է ավելացնել, ընդլայնել իր սահմանադրական լիազորությունները դրսևորելով դատական ակտիվիզմ։ Սահմանադրական դատարանը, սահմանադրական արդարադատություն իրականացնող բարձրագույն ատյանն է։ Չկա որևէ ատյան, որը փոխի սահմանադրական դատարանի որոշումը։ Դրա համար այստեղ ոսկերչական աշխատանք է պետք անել ցանկացած որոշման կայացման պարագայում, որովհետև որևէ սխալ ուղղելու հնարավորություն դու գրեթե չես ունենում։ Եվ դրա համար թե սահմանադրական դատարանի որոշումները պետք է լինեն այն կարգի փաստարկված եւ հիմնավորված, որ որևէ մեկի մոտ կասկած չառաջացնի եւ պետական մարմինների դիրքորոշումը սահմանադրական դատարանի որոշումների կատարման վերաբերյալ պետք է լինի շատ հստակ։ Բայց ասեմ, որ այս ելույթը նոր չէ։ Դեռևս Միացյալ Նահանգների գերագույն դատարանի կողմից առաջի որոշումներից մեկը, որը դուր չեկավ Միացյալ Նահանգների նախագահին, ստացավ հետևյալ արձագանքը, ասես դատավոր այսինչը, այսել այդ որոշումը, թող դատավոր այդ ինչներ այդ որոշումը կատարի։ Ուսամ մենք այդ իրավիճակում չենք հայտնվի։ Արձագանք չունեք։